Մոսկվայի մաղթանակի օրվա շքերթին մասնակցելու մեկնած 29 երկրի բարձրաստիճան ներկայացուցիչների շարքում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ի տարբերություն շատ այլ երկրների, Հայաստանը ներկայացված կլինի առանց զորախմբի, ինչը երկրի ներսում դարձել է բուռն քննարկումների առարկա։ Մանավանդ որ հաստատվել է Ադրբեջանի 84 հոգանոց անձնակազմի մասնակցությունը։ Վարչապետի թիմակիցները կարևորում են նրա այցը, իսկ ընդդիմադիր որոշ շրջանակներ քննադատում։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ Ալեն Սիմոնյանը հստակեցրել է վարչապետի մասնակցության շրջանակը։ Ես կարծում եմ, որ վարչապետի մասնակցությունը պայմանավորված է միայն եւ միայն այն հարգանքի տուրքով, որ մենք վետերաններ ունենք, ես էլ եմ մենք հա դե մահացել են մարդիկ 80 տարի անց, ես նույնիսկ ինչ որ մարդկանց իմ այսպես ոչ թե միջոցներով մի խոսքով իմ հնարավորությունով մենք մարդ ենք ուղարկել, մեր падգամավորներից էլ մարդ գնացել, մենք չենք կարա այդ մարդկանց արածը ուրանանք, հա նես չի որ ենթադրենք ինչ որ այլ շքերթա կամ այլտեղ ինչ որ բան ա եղել, մենք հրավեր ա եղել, մենք չենք գնացել եւ կարծում եմ վարչապետի մասնակցությունը ներողություն այդ բառի համար բոլ է։ Լուսավոր Հայաստան կուսակցության առաջնորդ նախկին падգամավոր Էդմոն Մարուքյանի հիմնական մտահոգությունը այդ մասշտաբային միջոցառմանը, որին ուղղված է լինելու գրեթե ամբողջ աշխարհի հայացքը, հայկական զորախմբի բացակայությունն է։ Ես չգիտեմ ինչու զորախմբով չի գնում, որովհետև եթե բոյկոտում են ընդհանուր միջոցառումը, պետք է ուրեմն վարչապետն էլ չգնան։ Եթե չեն բոյկոտում, պետք է ուրեմն գեղեցիկ ամբողջությամբ մասնակցել, պատվով հաղթանակի այդ օրը կիսել, որտեղ դա մեր հաղթանակն է, մեր պապերի հաղթանակն է։ Այդ մենք կարելի հրապարակով մեր պապերը քայլել են։ Եվ հետեւաբար նրանց սերունդները մեր զինված ուժերի ներկայացուցչական զորախումբը պետք է քայլեր, այնպես ինչպես հիմա քայլելու են ԱՊՀ եւ այլ երկրների ներկայացուցչական զորախմբերը։ Իմ դիրքորոշումը սա է։ Մարուքյանին հիասթափեցրել է նաև անհետևողականությունը երբեմն մասնակցելու, երբեմն ոչ, զորախմբով կամ առանց զորախմբի։ Իսկ պրոյեկտելով հայ-ռուսական հարաբերություններում առհասարակ անցած տարի չմասնակցեցինք, բայց այս տարի մասնակցում ենք։ Ինչ փոփոխություն կարող է լինի հայ-ռուսական հարաբերություններում։ Ես որևէ փոփոխություն չեմ տեսնում։ Անցյալ տարի չմասնակցելը տհասություն էր, այս տարի կիսատ պռատ մասնակցելը նույնպես տհասություն է։ Ինչ պետք է փոխվի դրանից։ Ես ասում որ հիմա մասնակցեն էլ դրանից որևէ բան չի փոխվելու, չմասնակցեն էլ հենց հիմա չեղարկեն մասնակցությունը, ելի ոչ մի բան չի փոխվելու։ Ենթադրություն կա, որ հայկական զորախմբի բացակայությունը Բաքվի ճնշումների հետևանք է։ Զորախմբով Մոսկվա ներկայանալու պայմանավորվածությունից հետո Ադրբեջանի նախագահ Ալիևը զավեշտալի պատճառաբանությամբ հրաժարվել է մասնակցությունից։ Նա ասել է, թե Մոսկվա չի մեկնելու հոր Հեյդար Ալիևի հիշատակի միջոցառումների պատճառով։ Մինչդեռ հայտնի է, որ դրանց կազմակերպիչն ինքն է, եւ ինքն էլ նախապես գիտեր, որ մայիսի 9-ը մեծ հայրենականի հաղթանակի օրն է։ Նախ եթե դուք ուշադիր եք եղել, մինչև այն պահը, որ պարլամենտում վարչապետը հաստատեց իր մասնակցությունը, Ալիևը չէր չեղարկել։ Այսինքն Ադրբեջանում սպասեցին, որ Հայաստանը վերջնականապես հաստատի իր մասնակցությունը վարչապետի շուրթերով եւ որից հետո անմիջապես տեղեկացվեց Մոսկվան, որ Ալիևը չի մասնակցելու։ Դրանով նրանք փորձում են նախ արևմուտքի վրա վաճառեն իրենց այսպես կոչված պահվածքը եւ դրան գումարած նաեւ ցույց են տալիս, որ իրենց զորախումբը քայլում է հրապարակում։ Եվ Հայաստանի վարչապետը նստած դիտելու է այդ զորախմբի քայլերին եւ չի ունենալու իր ազգային զորախումբը, որով գոնե բարթարացվի մասնակցություն։ Հայաստանի մասնակցության շուրջ հակասական կարծիքներն արտացոլում են բարդ արտաքին քաղաքական ֆոնը։ Մի կողմից պատմական կապերը Ռուսաստանի հետ եւ մեծ հայրենական պատերազմում հայերի նշանակալի մասնակցության հիշատակման կարեւորությունը եւ մյուս կողմից տարածաշրջանային փխրուն հավասարակշռությունը։ Վարչապետի միայնակ մասնակցությունը դիտարկվում է որպես դիվանագիտական մանևրի փորձ, սակայն այս կիսատ մասնակցությունը կարող է արդյունավետ չլինել, հատկապես Ադրբեջանի զորախմբի ներկայության պայմաններում։ Դավիթ Գենջոյան, Renews Armenia։